Բարև ձեզ սիրելիներս, այսօր ձեզ համար որոշել եմ պատրաստել մածունով գաթա, դրա համար մեզ անհրաժեշտ է 500 գրամ ալյուր, 150-ից 170 գրամ սառեցված կարագ, այստեղ կտրատում եմ կարագը և ավելացնում ալյուրին, 250 գրամ մածունին խառնում եմ մի փոքր փխրեցուցիչ, կոտրում եմ 2 հավքիթ և ավելացնում զանգվածին ու սկսում խառնել, դրանից հետո լավ հունցում եմ խմորը ձեռքերով և խմորը բաժանում 2 գնդի, թողնում սառնարանում մոտ 1 ժամ հանգստանալու համար, այդ ընթացքում սկսում եմ պատրաստել խորիզը, խորիզի պատրաստման համար մեզ հարկավոր է 150-ից 200 գրամ կարագ, 150 գրամ պեսոկ ըստ ճաշակի և 150 գրամ ալյուր, խմորը լավ հանգստանալուց հետո կրկնակում եմ և ավելացնում խորիզը ու կատարում այսպիսի գեղեցիկ կտրվածքներ, դնում եմ ջեռուցում, որպեսզի եփվի 170 աստիճան 30-ից 40 րոպեում, ահա ես ստացա այսպիսի համեղագույն և գեղեցիկ գաթաներ, դուք էլ կարող եք պատրաստել և կիսվել ինձ հետ ձեր տպավորություններով ու չմոռանաք բաժանորդագրվել իմ ալիքին, որպեսզի չկորցնեք այս լավ բաղադրատոմսը։